Եթերում ապդեյթ լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետը ներկա եղել դատախազության աշխատողի օրվա նվիրված միջազգային երկօրյա համաժողովին։ Ելույթում Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել դատախազության աշխատողներին կատարած կարևոր աշխատանքի համար։ Երկրի ղեկավարի խոսքով քաղաքացուն երջանկության համար անհրաժեշտ գործառույթների խաղաղության եւ անվտանգության, ընդ որում ներքին եւ արտաքին, արդարության, ազատության եւ բարեկեցության ձգտումների իրականացման գործում էական դեր ունի իրավապահ համակարգը։ Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն արձանագրել կոռուպցիան այն հիմնական պրոբլեմներից է, որը մի քանի ուղղություններով ստեղծում է խնդիրներ ցանկացած իրականության մեջ։ Կառավարության քաղաքականությունն է ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի եւ կոռուպցիոն դրսեւորումների նկատմամբ եւ մենք շարունակում ենք հետեւողական լինել այդ ճանապարհին, ասել է վարչապետը, ընդգծելով, որ կարեւոր է ոչ միայն կոռուպցիայի հետևանքները հայտնաբերելն ու վերացնելը, այլև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառները նույնականացնելը։ Փաշինյանը նշել է, որ կոռուպցիան հիմնականում իշխանության եւ լծակներ ունեցող մարդկանց գայթակղող երևույթ է եւ դրա դեմ պայքարում կարեւորել է պաշտոնյաների աշխատանքային պատշաճ պայմանների բարելավումն ու ապահովումը։ Սա մի խնդիր է, որին մենք պետք է պատասխանենք, իհարկե այս պատասխանը դատական համակարգի չի ակնկալվում, դա ավելի շատ քաղաքական պատասխան է եւ ըստ էության կառավարությունը քաղաքական իշխանությունը պետք է գտնի այս հարցի պատասխանը, չնայած մյուս կողմից մենք ունենք նաեւ հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որտեղ իշխանության բոլոր թևերի ներկայացուցիչները ներգրավված են եւ մենք պարբերաբար այդ հարցին անդրադառնում ենք, նաեւ ուրիշ հարցերի ենք անդրադառնում, բայց նաեւ պիտի արձանագրեմ, որ միշտ չի եւ ակնհայտ է, որ այսօր այս խնդրեմը կա, որ միշտ չի, որ քաղաքական կամքը բավարարում է այդ խնդիրները հասցեագրելու համար, որովհետեւ պաշտոնյաների աշխատավարձի մասին խոսելը միշտ էլ շատ ռիսկային process է մի իրավիճակում, երբ հանրային բարեկեցության մակարդակը շատ բարձր չէ, չնայած իմ համոզմունքն այն է, որ հենց առաջին հերթին պաշտոնյաներին գայթակղություններից հնարավորինս զերծ պահելու համակարգերն են, որոնք իրենց հերթին պետք է ավելի էֆեկտիվ դարձնեն հանրային բարեկեցությունը ապահովելու կառավարության ջանքերը եւ քաղաքականությունները։ Պիտի ընդգծեմ, որ մի դեպքում մենք կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը կարողացել է շատ թեքիչ այս խնդրին անդրադառնալ։ Մասնավորապես մենք դատական համակարգում աշխատավարձերի շատ էական համենայն դեպս հայաստանյան չափանիշներով բարձրացումներ ենք իրականացրել եւ մեր ընկալումը ի սկզբանե եղել է այն եւ ես նաեւ հիշում եմ, որ կառավարության այն նիստերում, որտեղ քննարկվել է հարցը, սրա մասին խոսել եմ, ես ասել եմ, որ մենք Հայաստանում դատախազների, քննիչների, դատավորների աշխատավարձերը հենց դատավորների սիրուն չենք բարձրացնում կամ դատախազների, այլ հանուն նրանց, իհարկե նաև նրանց համար աշխատանքային պատշաճ պայմաններ բավարարելու համար, առաջին հերթին քաղաքացիների համար, որպեսզի նրանց արդարությունը եւ արդարադատությունը առավել հասանելի լինի։ Ավելի վաղ վարչապետը գրառում է կատարել դարձյալ անդրադառնալով վեհափառի կուսակրոնության հարցին։ Կտրիչ Ներսիսյանն էլ էին եղբայրը, բայց կաթողիկոս չէ եւ պետք է հեռանա վեհարանից։ Փաշինյանը գրել է, որ մի շարք ամուսնացյալ քահանաներ իրենց վերադասի հրահանգով ու պարտադրանքով փորձել են վիճարկել երեկվա իր հայտարարությունը, թե հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իր եղբայրներն են, որովհետեւ չեն խաբում ժողովրդին եւ Աստծուն։ Վարչապետը վերահաստատել է հայտարարությունը, նաեւ հարց բարձրացրել, որ եթե իրենք էլ զավակ ունեն, Կտրիչ Ներսիսյանն էլ, ինչով է նա եկեղեցում ավելի բարձր կարգավիճակ ունենալու այդ պարագայում, երբ նա խաբում է ժողովրդին ու Աստծուն, երբ նա ուխտել է ամուսնանալ եկեղեցու հետ ու դավաճանել է եկեղեցուն եւ նրա բարձր կարգավիճակը հիմնված է այդ ուխտի վրա, որը դրժել է, ինչու պիտի շնացող կուսակրոնը գերակայի ձեր նկատմամբ եւ ղեկավարի ձեզ, երբ այդ իրավունքը ձեռք է բերել միայն կուսակրոնության ուխտի բերումով եւ որը պղծել է, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Երկու հոգի պատի տակ գյուլելը, ոնց ուզում ես կտրի, երկու հոգի պատի տակ գյուլելը։ Ազգային ժողովի նախագահն է հայտարարել անդրադառնալով դժգոհություններին, թե իշխող ուժի ներկայացուցիչները խախտում են կալանավորված եկեղեցականների անմեղության կանխավարկածը։ Ալեն Սիմոնյանը նաև պատասխանել է հարցին, թե խմբակը, որը ըստ քննչական մարմնի զանգվածային անկարգություններ եւ իշխանության յուրացում է փորձել կատարել, ունեցել է արդյոք քաղաքական հովանավորներ նախկին նախագահների շրջանում կամ արտերկրից։ Ազգային ժողովի նախագահը ոչինչ չի բացառել, ապա կոչ արել Կտրիչ Ներսիսյանին արագ լքել կարգավիճակը։
ասել 2 հոգու պետքա տանել պատի տակ գյուլել, բարեկամներին էլ փոխհատուցում տալ, իրանք էլ ուրախ կլինեն, այս նախադասությունը յուրաքանչյուր նորմալ մարդ որ լսում է, ցույց մնալ չընդհատես ինձ։ Ով լսում է, իր գնահատականն է, երբ որ ասում է ավտոբուսները պետքա վառենք, երբ որ ասում է ցանցերը, բանը, հոսանքի լարերը պետքա վրան սալուտ տրակացնենք, երբ որ այդ բաները դու համադրում ես, դու գալիս ես ինչ-որ եզրակացության, բայց մարդուն բանտ տանելու համար, որպեսզի ինքը ոչ թե ուղղակի ինչ-որ կարգավիճակ ունենա, այլ մեղավոր ճանաչելու համար արդեն գալիս է դատարանի վճռի փուլը։ Այստեղ դատարանի վճիռ կարող է կայացնել միայն դատարանը։ Իսկ մինչ այդ դուք էլ գալիս եք ինձ ասում եք, բա որ դուք էսի վերցնում եք, սենց եք անում, կամ չգիտեմ, հարցում եք, սա կոռուպցիա է, թե կոռուպցիա չի։ Ստացվեց, որ դուք ինձ դատապարտեցիք այլևս կոռուպցիա կամ որևիցե մեկի, այդ ո՞նց է տենց ստացվում, դուք իմ կամ որևիցե մեկի ամեղության կանխավարկածը ձեր նշած ձևով կարողանում եք խախտել ձեր տրամաբանության մեջ, ես չեմ կարող ասել, որ ենթադրենք, երբ որ 2 հոգու պատի տակ ուզում են գյուլեն, դա տերորիստական ակտ է։ Ոչ մի բան չեմ բացառում, անկեղծ, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ես իմ անձնական կարծիքն ունեմ նաև հոկտեմբերի 27-ի հետ կապված, որ թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը ամենայն հավանականությամբ իմացել են պատրաստվող բանի մասին։ Ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը լինելով սուպեր նախարար, ես բացառում եմ, որ դե ո՞նց է ստացվում, որ այդ օրը ինքը ստեղ չի եղել։ Ես բացառում եմ այդ բան։ Ես որևիցե ապացույց ցավոք սրտի չունեմ, ես այն ժամանակ 19 տարեկան, 20 տարեկան տղա եմ եղել, բայց այն ժամանակ, եթե հնարավորություն լիներ, այն տեխնիկական հնարավորություններ լիներ, որոնք որ այսօր կան, իրանք վստահ եմ 100% վստահ եմ կիմանային, բայց էլի եմ ասում, շատ հնարավոր է որ էլի իմացել են։ Ուղղակի իրավիճակը ձեռ է տվել։ Չեք հիշում հոկտեմբերի 27-ից առաջ ինչ խոսակցություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանը անգլիական թաքու կարգավիճակ ուներ Հայաստանի Հանրապետությունը, որտեղ ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ձեռքում։ Ախր Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի բացի ազդեցիկ քաղաքական գործիչ ելնելու, բացի կշիռ քաղաքական ունենալուց, իրանք մի հատ ուրիշ սուպեր բան ունեին, իրանք ժողովրդի աջակցություն ունեին։ Այդ իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կամ որևիցե մեկը ոչ մի բան չէին կարող անել։ Ու այո, ես կարծում եմ, որ նման բանի շուրջ խոսակցությունները այսօր էլ են եղել, այսօր էլ են փորձել։ Օրեր առաջ իրավապահների կանխած ահաբեկչությանն է անդրադարձել քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը։ Ազգային ժողովի արտահերթ նիստում ելույթի ժամանակ Հայկ Կոնջորյանն ասել է, որ Բագրատ Գալստանյանի կողմից կազմակերպվող ու անդիմության կողմից խրախուսվող ահաբեկչության թիրախը կարող էր դառնալ դահլիճից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Այնինչ Գալստանյանը ծրագրում էր անել Հայաստանում եւ հայ ժողովրդի հետ, դա արել են միայն օտար նվաճողները։ Ձեր խմբակցությունը պաշտպանել է եւ արդարացրել տերորիզմը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ավտոբուսների մեջ հրկիզելու սրբապիղծ տերորիստական ակտը, ասել է Կոնջորյանը։ Եկել եք այստեղ խոսում եք հեծից, պետությունից, ժողովրդից, դուք ընդամենը տերորիզմի մեյքափն եք նստած այդտեղ, Տիկին Գրիգորյան, եւ դուք բոլորը տերորիզմի մեյքափն եք դուք, որտես գալիս եք այստեղ բան եք անում։ Բագրատ Գալստանյանի բեք վոկալն եք, հիմա էլ դարել եք տերորիզմի մեյքափը։ Կխոսանք հեծի մասին, կխոսանք ինչն է ժողովրդից խլվել, ինչն է ժողովրդից վերադառնում, ժողովրդին վերադառնում։ Բայց դուք պիտի պատասխանեք հարցերի, այդ որ ասում է մեռնել կամ մերցնել, ձեր քաղաքական թիմակիցը, ձեր հովանավորյալը, դուք դրա մեջ ինչ բաժնեմաս ունեք։ Դուք էլ եք պատրաստվում մեռնել կամ մերցնել, դուք էլ եք պատրաստվում պատերի տակ մարդկանց գյուլել, հատկապես հաշվի առնելով, որ վերջերս դաշնակցական ինչ էր անունը, չեմ հիշում, Հրանտ ինչյան, Մարգարյան, ասել էր, որ հոկտեմբերի 27-ը պորտկում էր, չէ՞։ Դա լավը չեք ասում զարթոնք էր հոկտեմբերի 27-ը։ Չէր ասել տես բան, պարոն Մինասյան։ Չէ ասել տես բան։ Պարոն Մինասյան, հարց եմ տալիս, դուք էլ եք պատրաստվում պատերի տակ մարդ գյուլել։ Դուք էլ եք պատրաստվում մեռնել եւ մերցնել։ Դուք արդարացնում եք տերորիզմը, ձեր խմբակցությունը պաշտոնապես արդարացրել է եւ պաշտպանել է տերորիզմը։ Դուք պաշտպանել եւ արդարացրել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ավտոբուսների մեջ հրկիզելու սրբապիղծ տերորիստական ակտը, որը բարեբախտաբար բացահայտվել է եւ այդ մասին դեռ առիթներ կունենանք էլի խոսել։ Շնորհակալություն։
Այնինչ կանխվել է կարևոր է մեր պետության ինքնիշխանության համար։ Լրագրողների հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահն է հայտարարել, անդրադառնալով աղմկահարույց ձերբակալություններին և գաղտնալսումներին։ Ռուստամ Բաքոյանը հավելել է, որ անկախ նրանից ձայնագրությունն արվել է նույն օրը, թե տարբեր օրերի, դրանցից վիճակը չի փոխվում։ Հետևաբար այնինչ հայտնի է, դատապարտելի է։ Չպետք է թույլ տալ, որ հոկտեմբերի 27-ը կրկնվի։ Հաստաբանը վերահաստատել է, որ տվյալ մարդու ձայնն է և չկա որևէ այլ միջամտություն, հետևաբար այն ինչ գոյություն ունի, անկախ նրանից տարբեր հատվածներ են թե ոչ, նույն օրն են այդ ձայնագրությունները արված կամ ձայնագրվել են նույն օրը կամ տարբեր օրեր, դրանից իրավիճակը չի փոխվում և դրանից գործողությունների պլանը չի փոխվում, հետևաբար այն ինչ մեզ հայտնի է, դա դատապարտելի է և որևէ դեպքում չպետք է թույլ տալ հոկտեմբերի 27-ը կրկնվի կամ հոկտեմբերի 27-ից ավելի վատ իրադարձությունների ականատես մենք մեր օրերում լինենք և այն ինչ կանխվել է, կարծում եմ շատ կարևոր է մեր պետության անկախության, մեր պետության ինքնիշխանության, մեր պետության ազատության, որևէ հարձակում որևէ տեղի վրա, այդ թվում եկեղեցու վրա չկա, կա հարց պայմանավորված մի շարք հոգևորականներով, ովքեր հեղաշրջման կոչեր են արել, ովքեր պլանավորել են երկրում ահաբեկչական ակտ իրականացնել, խոսքը սրա մասին է և կան գործիչներ, ում աշխատանքը գնահատվում է ոչ պատշաճ և տրվել են հարցեր, այդ հարցերին չի տրվել որևէ պատասխան։ Բագրատ Սրբազանի և Միքայել Աջապահյանի կալանավորումը պատգամավոր Գեգամ Նազարյանի համար անձնական ողբերգություն է։ Լրագրողների հետ զրույցում պատգամավորն անդրադառնալով իրավապահ և դատական համակարգի ներկայացուցիչներին հորդորել է 7 անգամ մտածել նոր որոշում կայացնել։ Նազարյանը չի հավատում, որ ճնշում են գործադրում։ Ի վերջո կարելի է դիմում գրել, գործից դուրս գալ, եթե գտնում են, որ ակնհայտ ապօրինի հրահանգ են տվել։ Որքան էլ ասում են այս գործողություններն ուղղված չեն եկեղեցու դեմ, հասարակ մարդն ընկալում է որպես գործողություններ եկեղեցու դեմ։ Պատգամավորը կոչ է անում թեման փակել ու անցնել ավելի լուրջ հարցերի։ Եկեղեցի աշխարհիկ մարդ հարաբերությունը այդպիսին է, էլի, ինչքան էլ այդ ասածները ճշմարիտ լինեն, դա բարձրաձայնելու, դրա մասին խոսելու ձևեր կան, եղանակներ կան ու ոչ այսպիսին, էլի։ Ես իմ համար դատապարտում եք իշխանությունների գործողությունները։ Ոչ թե դատապարտում եմ, այդ բառը մի քիչ սխալ է, դա ասենք տարբեր, ես կոչ կանեի, որ այս չլիներ ընդհանրապես։ Ես կոչ եմ անում բոլորին հետ քաշվել, այդ թվում վարչապետին, որովհետև սա այն թեման է, որը շատ նուրբ մարդկանց շատ նուրբ լարերի է կպչում և անգամ ես գիտեմ մոլի նիկոլականներ, որոնք վեհարանի վրա ուժային կառույցների գործողությունից հետո գնացել են եկեղեցին պաշտպանելու։ Այո, ես անհատներ, որոնց ես ճանաչում եմ, անհատներ, որովհետև եկեղեցին այսպես որքան էլ որ ասում են գործողությունը ուղղված չի եկեղեցու դեմ, այլ մի քանի մարդկան, մարդը, հասարակ մարդը ընկալում է որպես գործողություն եկեղեցու դեմ, այնպես որ ես ոչ միայն դատապարտում եմ, այլ վճռական կոչ եմ անում այս թեման փակել ու անցնել շատ ավելի լուրջ թեմաներ ու խնդիրներ կան, որ այս երկրի առաջ ծառացած են։ Իսկ նիստերի դահլիճում թեժեր քննարկվել է հեծի պետականացման նախագիծը։ Փաթեթի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը բանավիճել են։ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը փաթեթը որակել է հեծը խլելու նախագիծ։ Կարծիք հայտնել, որ այն բացասական ազդեցություն է ունենալու ներդրումային ընդհանուր մթնոլորտի վրա, նաև հարցրել է ինչու է թեման հրատապ։ Արմեն Սիմոնյանը չի համաձայնել պատգամավորի ձևակերպումների հետ, նշել, որ փաթեթն ընդհանուր առմամբ վերաբերում է էներգետիկ ոլորտի, որ
որպես ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի բարեփոխումների շարունակականությանը։ Վստահ է, որ բոլորը տեղյակ են, որ ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք անգամ ապացուցելու կարիք չկա։ Դիտարկմանն է արձագանքել նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, հիշեցրել, որ հեծը խլել են 2002-ին եւ տվել մասնավորին։ Ապա Վահագն Ալեքսանյանն ասել է, որ պիտի սովորած լինեին ինչն են խլել եւ ումից։ Ռազմավարական նշանակության հարց է բերվել օրակարգ եւ դուք առաջարկում եք 24 ժամյա ռեժիմով քննարկել հեծի խլման գործընթացը, որը իրականում շատ մեծ բացասական առումով ազդեցություն է ունենալու ներդրումային ընդհանուր մթնոլորտի վրա։ Հիմա ասում եք, սա հրատապ կերպով քննարկեք։ Ինչու հրատապ։ Իմ պատասխանը օրինակ այն է, որ եղել է Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը եկեղեցու պաշտպանության մասով եւ դա հրատապություն է առաջացրել կառավարությունում։ Եթե այս մոտեցման հետ համաձայն չեք, հետեւաբար հիմնավորեք, թե որն է պատճառը, որ մենք այս նախագիծը պետքա հրատապ կերպով քննարկենք։ Շնորհակալություն հարցի համար։ Ձեր կողմից բարձրաձայնված հարցի վերաբերյալ նշեմ, որ այն արտահայտությունը, որը դուք թույլ տվեցիք, հեծ եւ խլել, ես նախագծին ծանոթացել եմ, երկու բառն էլ անծանոթ են նախագծի մեջ առկա չեն, դա վերաբերվում է ընդհանուր առմամբ էներգետիկ ոլորտի որպես ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ բարեփոխումների շարունակականությանը։ Ես նաեւ վստահ եմ, որ բոլորը տեղյակ եք, որ մենք այս ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ, այդ թվում կապված էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված եւ դրանց մասին նույնիսկ խոսելու կամ ինչ-որ բան ապացուցելու կարիք էլ չկա։ Սա է հիմնականը եւ ռազմավարական ոլորտը հաշվի առնելով մենք կարծում ենք, որ նման հարցերին պետք է հրատապ լուծումներ տալ, դրա համար էլ այս նախաձեռնությունը այսօր ձեզ ներկայացվում է եւ առաջարկում է քննարկել։ Շնորհակալություն։ Արձագանք։ Թռնեք օդ իջնեք ներքև, սա հեծը խլելու մասին նախագիծ է, ինչքան էլ գեղեցիկ ձևակերպումներ փորձեք փաթեթավորել, նախ օրենքի նախագծի էությանը եւ բովանդակությանը մենք քննարկման ժամանակ կանդրադառնանք։ Ձեզանից պահանջվում էր ասել, թե որն է հրատապությունը։ Եթե հրատապության ձեր հիմնավորումն այն է, որ դուք տեսնում եք խնդիրներ հեծում, հենց այսօր դա տեսաք, 3 դա տեսաք, մի ամիս առաջ չէիք տեսնում, մի տարի առաջ չէիք տեսնում, 2 տարի առաջ չէիք տեսնում, հենց այսօր որոշեցիք հրատապ կերպով ներկայացնել, եւ հաջորդ բանը, որքանով հասկացա դուք եք հիմնական զեկուցողը, չէ՞։ Այդ նախագծի, չէ՞, դուք կապ չունեք դրա հետ։ Շատ լավ։ Շնորհակալություն, արձագանքեմ, նշեմ, որ խնդիրները այսօր չեն առաջացել էներգետիկայի ոլորտում եւ ասել, որ դա այսօր է առաջացել, մենք այսօր ենք այդ հարցը հրատապության հիմքով քննարկում, ճիշտ չէ, խնդիրները վաղուց կան, բայց մի օր եւ կարծում ենք սա այդ օրերից մեկն է, այդ խնդիրներին պետք է արագ լուծում տալ։ Շնորհակալություն։ Ձևակերպումը, թե ինչ է տեղի ունենալու հեծի հետ կախված նրանից, թե ամեն մեկը իրեն ոնց է դիրքավորում այդտեղ։ Եթե դուք հիմա ձեզ դիրքավորում եք որպես հեծի շահերի, հեծի ներկա սեփականատերերի շահերի պաշտպան, ապա ձեր ընկալման բնական է, որ դա պետք է ընկալվի որպես խլել։ Մի բան, որ ձեզանից կամ ձեր կողմից պաշտպանված մարդկանցից է պակասելու։ Բայց եթե դուք ընկալում եք ազգայնացումը կամ պետականացումը, եթե դրան դիտարկում եք ձեր որպես Հայաստանի քաղաքացի, այսինքն մի մարդ ում է վերադարձվելու հեծը, ապա դա չի լինում խլել, դա լինում է պետականացնել։ Ճիշտ են ձևով, երբ ԶՊՄԿ-ի 24%-ի ժամանակ եք ասում խլել, այն դեպքում, երբ դա ձեզ է վերադարձվել, դուք հենց անձամբ ձեզ։ Խլվել այն ժամանակ, երբ դադարել է պետական մասնակցությունը, խլվել է հայրուս գազարտը ժամանակին, խլվել է վերջի 20%-ը ժամանակին, երկաթուղիները, հեծը ժամանակին 2002-ին մասնավորեցվելուց։ Այդ ժամանակ Հայաստան ձեզանից, մեզանից խլել են հեծը եւ տվել են մասնավորին 2002-ին։ Չգիտեմ կհիշեք թե չէ, ու այնքան վատ այն ժամանակ կառավարվել, որ 15-ին հեծը կանգնեց ճգնաժամի առաջ ու հանձնվեց ներկա սեփականատերերին։ Հետո ոչ այնքան վատ ինչքան նախկինում, բայց էլի այնքան վատ կառավարվեց, որ հիմա մեկ այլ ճգնաժամի առաջ են կանգնած։ Ու դրան գումարած էլ չասած ձեր հարակից խնդիրները, այնպես որ կողմնորոշվեք, ով է խլում եւ ումից է խլում, կամ ով է վերցնում եւ ումից է վերցնում, եւ դուք
այս շահերի բախման որ կողմում եք կանգնած, հեծի սեփական տերերի կողմում եք, թե Հայաստանի Հանրապետության կողմում եք, դա էլ որոշեք։ Իմ քայլը դաշինքի 96-րդ համարը եղած եւ հետո 2021 թվականի գարնանային տրանսֆերային պատուհանի ընթացքում Քոչարյանի դաշինքի 3-րդ համար տեղափոխված Աննա Գրիգորյանն ասում է հեծը խլելու նախագիծ է։ Տիկին Գրիգորյան, իմ ընկալմամբ ձեր նոր թիմի առաջնորդը կամ թիմի նոր առաջնորդը, չգիտեմ, ոնց ուզում եք մեկնաբանեք կամ ընկալեք դա, կարա ձեզ հատորներով պատմի, թե կոնկրետ Հայաստանի Հանրապետությունից ինչն է խլել ու ումա տվել։ Այսինքն իմ քայլը դաշինքում ձեր ետեղած կարճ ժամանակահատվածի ընթացքում ինձ թվում է գոնե փորձառու գործընկերներից կհասցնեիք կամ հասցրած պիտի լինեիք լսել ու սովորել, թե ինչն են խլել, ումից են խլել, ոնց են խլել, օրինակ ԶՊՄԿ-ում այդ ոնց է էլի, Վահե Հակոբյանի տենց ընտանիքը կամ տենց մերձավոր շրջապատը փայատեր դարել, ասենք, Վահե Հակոբյան ԶՊՄԿ-ը, մի հատ ասեք էլի, այդ անուններն իրար կողք, մի հատ արտասանեք էլի, փորձեք հասկանանք։ Հա, իդեպ Վահե Հակոբյանի կուսակցությունից էիք, չէ՞, դուք նաև իմ քայբանի դաշինքում մտել, Քոչարյանի դաշինք մտել։ Վահե Հակոբյանը գնաց իր թիմով, բայց դուք էլի մնացիք, այսինքն մի հատ էլ թիմի ներսում եք ոնց որ տրանսֆեր եղել, ես ինչքան հասկանում եմ, Տիկին Գրիգորյան։ Ինչ բան։ Չի եղել տենց բան։ Չի եղել։ Հիմա կարա տենց այդ սուտը շարունակեք պնդել տենց ձեզ ենթակա որոշակի լրատվամիջոցներով, բաներով, բայց չի եղել տենց բան։ Շնորհակալություն։ Հա, պարոն Աղվան Վարդանյան, ձեզ էլ դաշնակցությունը հեռացրել էր, հիմա իրար հետ դաշինքով եք, չէ՞, ոնց որ։ Շատ ֆանտաստիկ է։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կարծում է, որ եթե Հայաստանում մի բան կա, որը պետք է շտապ ազգայնացնել, վարչապետի աթոռն է։ Պատգամավորը ցույց տալով նիստերի դահլիճի այն հատվածը, որտեղ նստած են ՀՊ խմբակցության պատգամավորները, նշել է, որ դահլիճի այդ հատվածի հետ չի խոսելու, որովհետև իմաստ չկա։ Մամիջանյանը խոսել է էլեկտրաէներգիայի թանկացումից, նշել, որ այդտեղ հեծի մեղքը 0 է։ Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ հեծը կամ նմանօրինակ կառույցներն ազգայնացվում են, բոլոր այդ տեղերում թանկացում է տեղի ունենում, անխտիր, ասել է Մամիջանյանը։ Ես դահլիճի այս հատվածի հետ չեմ խոսելու, որովհետև նախ իմաստ չունի, որովհետև անգամ չեն հասկանում, որ իրանց փուրն են տալիս, ինչպես լավ խոսեց գործընկերս դրա մասին, ինքնապաշտպանական բնազդ, դստաբանականություն, ամեն ինչը արդեն ստորադասվում է Փաշինյանի կամքին, բայց դա դեռ ոչինչ, ձեզ էլ կազատագրենք։ Մի քանի բան, որի մասին քննարկվեց։ Առաջինը, պարոն Վարդանյան, այդ գրավադրման հետ կապված դրան համաձայնություն ձեր կառավարությունն է տվել։ 1, ինչով 2 անգամ ընդրում։ Երկրորդ, մինչ օրս վերջին շրջանում էլեկտրաէներգիան թանկացել է 4.8, 4 քանի դրամով։ Դրա մեջ հեծի մասնաբաժինը 0 է։ Այսինքն այն որ հիմա մենք բոլորս էլեկտրաէներգիայի համար վճարում ենք 4 քանի դրամ թանկ, դա մեջ հեծի մեղքը 0 է։ Շարունակեմ գործընկերներիս ասած թանկանալու հետ կապված։ Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ հեծը կամ նմանօրինակ կառույցները ազգայնականացվում են։ Բոլոր այդ տեղերում թանկացում է տեղի ունեցել։ Անխտիր, որտեղ ազգայնացվել է, թանկացում է եղել։ Ու բնականաբար ձեզ ձեռ է տալի, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Փաշինյանը աշխարհում հանդես են գալիս որպես եկեղեցու դեմ պայքարողներ, կաթողիկոսին բարեմասնություններ ցույց տվողներ, դրանով եք հայտնվել միջազգային մամուլում, Էջմիածնի վրա հարձակվողներ, եկեղեցուն պաշտպանող Սամվել Կարապետյանին բանտարկողներ, ու այսպես շարունակ։ Վերջում երկու միտք։ Միտք համար 1. Սիրելի քաղաքացիներ, նույնիսկ Facebook-ը համարում է, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի լինել Facebook-յան օգտատեր ու բլոկում է իր գրածները։ Իսկ մենք իրան հանդուրժում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին։ Եվ երկրորդը, լավ հիշեք, Հայաստանի Հանրապետությունում կա մի բան, որը պետք է շտապ ազգայնացնել, դա վարչապետի աթոռն է։ Իսկ այս ընթացքում վարչապետը հրապարակել է մայիսի 20-ին տված հանձնարարականը։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ հեծի նկատմամբ հատուցման մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ հանձնարարականը եղել է մայիսի 20-ին։ Գրառումը ձեր էկրաններին է։ Dalma Garden Mall առևտրի կենտրոնի ֆասադից ու ներսում ապամոնտաժվել են գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական պաստառները, աջակցություն Սամվել Կարապետյանին գրությամբ։ Հիշեցնեմ, քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանների աջակցությամբ հունիսի 30-ին էլ ապամոնտաժել էին Տաշիր առևտրի կենտրոնի ապակիներին փակցված պաստառները, իսկ ավելի վաղ Հյուսիսային պողոտայում ազատություն Սամվել Կարապետյանին գրառմամբ էկրանները։
Ազգային ժողովի արտահերթ նիստում տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարողների համար տուգանք սահմանելու նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան արձագանքել է ընդդիմադիր պատգամավորների դիտարկմանը, թե նախագծով հսկիչներին իրավունք է տրվելու մարդկանց զննություն անցկացնել։ Ռուբինյանը պարզաբանել է, որ զննություն անցկացնելու իրավունքը ոչ թե հսկիչներինն է, այլ ոստիկաններին է։ Պնդում է, որ հսկիչին իրավունք է տրվում զննություն իրականացնելու սուտ է, ասել է Ռուբինյանը։ Պարոն Խաչատրյանը ու Տիկին Թոմասյանը, քանի որ բացահայտ մանիպուլյացիա են անում, բարձաբանենք, էլի։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, ինչ են պնդում պարոն Խաչատրյանը Արթուր եւ Տիկին Թոմասյանը Թակուի։ Ասում են, որ այս նախագծով հսկիչներին իրավունք է տրվելու մարդկանց զննություն անցկացնել, այսինքն բան անել, էլի։ Այսինքն հսկիչը կարողանա մարդու գրպանները մտնի եւ այլն։ Սուտ ասա ժողովուրդ ջան, որովհետեւ ըստ նախագծի ինչ է ասում։ Հսկիչ իրավունք ունի մարդուն նույնականացնի, այսինքն ինչ անում հսկիչը։ Նա գալիս ասում է, ստուգում է, տոմս ունի թե չէ, վճարել է թե չէ։ Ենթադրենք, բարձում է չի վճարել։ Ասում է անձնագիրը տվեք, որ ձեզ տուգանեմ։ Ասում է անձնագիր չունեմ։ Ասում է անձնագրի տվյալ կարող եք տալ, ասում է, ասենք թե չունեմ։ Այնտեղ հնարավորություն է տրվում լուսանկարով նույնականացնել, չգիտեմ տեխնիկապես ոնց է արվում, լավ ենթադրենք դա էլ չի ստացվում, մարդը հրաժարվում է նույնականացվել։ Այդ դեպքում հսկիչը իրավունք ունի դիմել ոստիկանին, որը այսպես թե այնպես ոստիկանը ունի այդ իրավունքը մարդուն նույնականացնել։ Օրինակ, եթե մարդը հրաժարվում է ասի անուն, ազգանուն, տվյալ եւ այլն, ոստիկանը հիմա էլ փողոցում մարդուն կարող է մոտենալ, եթե հիմք ունի, ասենք թե կասկած ունի, չգիտեմ ինչ, տանի բաժին նույնականացնելու։ Այսինքն ձեր ասածը սուտ է, հսկիչ է։ Հսկիչն է դիմում ոստիկանին։ Այդ ընթացքում ոչ, այդ ընթացքում հսկիչը դիմում է ոստիկանին, ոստիկանը իր գործողությունն իրականացնում է։ Այսինքն, այլ կերպ ասած, պնդումը, այլ կերպ ասած, Տիկին Թոմասյան տեղից մի խանգարի, այլ կերպ ասած, պնդումը, որ հսկիչին իրավունք է տրվում զննություն իրականացնելու սուտ է։ Հետևաբար պարոն Խաչատրյանը, որ նաև ասում է հսկիչ, եթե հսկիչները պիտի ընդունվեն աշխատանքի, պետք է նաև կին հսկիչ լինի, որտեղ կինը պետք է կնոջը զննություն անի, ոչ, որտեղ հսկիչը ընդհանրապես զննություն չի անելու։ Իսկ ընդհանրապես նախագծի վերաբերյալ, հարգելի գործընկերներ, եկել քննարկում եք տրանսպորտի թանկացումը, լավ է, լավ չի, ճիշտ է, թե ճիշտ չի, մենք դա չենք քննարկում։ Քննարկման նյութը հետևյալն է։ Եթե կա ինչ-որ գործող կանոն, այդ կանոնի խախտման համար, պետք է լինի տուգանք թե չէ, այդքան բան։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ միջազգային թեմաներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Սիրիայի դեմ պատժամիջոցների մեղմացման կատարողական հրամանագիր։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տունը։ Հրամանագրում նշվում է, որ նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո վերջին 6 ամիսների զարգացումների արդյունքում Սիրիան վերափոխվել է նոր կառավարության օրոք նախագահ Ահմեդ Աշ-Շարայի գլխավորությամբ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը նշում է, որ միևնույն ժամանակ ուժի մեջ են մտնում նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի, նրա համախոհների, մարդու իրավունքները խախտողների, թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվողների, քիմիական զենքի ծրագրի մասնակիցների, իսլամական պետության հետ կապված խմբերի, ինչպես նաև Իրանի կողմից աջակցվող խմբերի դեմ պատժամիջոցները։ Հրամանագիրը թույլ կտա վերջ դնել միջազգային ֆինանսական համակարգից Սիրիայի մեկուսացմանը, մեղմացնելով Դամասկոսի դեմ գործող արտահանման վերահսկողության միջոցառումները։ Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է, որ ԱՄՆ-ն կուսումնասիրի Սիրիայի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը ՄԱԿ-ի մակարդակով։ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Աշ-Շիբանին
X սոցիալական հարթակում հայտնել է, որ Դոնալդ Թրամփի կողմից պատժամիջոցների չեղարկումը դուր կբացի երկար սպասված վերակառուցման եւ զարգացման համար, ինչպես նաեւ կբացի երկիրը միջազգային համայնքի համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հուլիսի 7-ին Սպիտակ տանը հյուրընկալել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Հունիսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավոր խորհրդական Ռոն Դերմերը այս շաբաթ Վաշինգտոնում է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով։ Լևիթը լրագրողներին հայտնել է, որ Թրամփի վարչակազմը մշտական կապի մեջ է եղել Իսրայելի կառավարության հետ, նշելով, որ Թրամփը Գազայում պատերազմի ավարտը եւ Պաղեստինյան Համասի կողմից պահվող մնացած պատանդների վերադարձը համարում է գերակա խնդիր։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին որպես ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայման է նշել Վաշինգտոնի կողմից ռազմական սպառնալիքների դադարեցումը։ Նաև հավելել, Իրանը կարող է վերականգնել միջուկային օբյեկտներին հասցված վնասները։ Արաղչին նաև մեկնաբանել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսի այն հայտարարությունը, որ Իրանը կարող է մի քանի ամսվա ընթացքում վերսկսել իր միջուկային ծրագիրը։ Ռմբակոծությունների միջոցով հնարավոր չէ ոչնչացնել հարստացման վերաբերյալ գիտելիքները եւ տեխնոլոգիաները։ Եթե մեր կողմից լինի կամք, իսկ այդ կամքը գոյություն ունի, եւս մեկ անգամ առաջընթաց գրանցելու այս արդյունաբերության մեջ, մենք կարող ենք արագորեն վերականգնել վնասները եւ լրացնել բաց թողած ժամանակը, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Նա նաեւ անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին Իրանը կրկին ռմբակոծելու մասին, եթե երկիրը կրկին սկսի հարստացնել ուրանը։ 12-օրյա պարտադրված պատերազմի ընթացքում մենք ցույց տվեցինք եւ ապացուցեցինք, որ կարող ենք պաշտպանվել եւ կշարունակենք դա անել ցանկացած ագրեսիայի դեպքում, ասել է Արաղչին։ Հիշեցնենք 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 930-ը։ Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից շուրջ 30 զոհի մասին։ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևը, որը կանչվել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, տեղի ունեցած հանդիպումից հետո արդեն հեռացել է գերատեսչությունից։ Դիվանագետը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում գտնվել է շուրջ 1 ժամ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հունիսի 30-ին հայտնել էին, որ Մուստաֆայևը կանչվել է Բաքվի անբարյացակամ գործողությունների եւ ռուսաստանցի լրագրողների անօրինական ձերբակալության կապակցությամբ։ Ավելի վաղ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ իրավապահ մարմինները գործողություններ են իրականացնում Սպուտնիկ Ադրբեջան լրատվական գործակալության գրասենյակում։ Ռուսական կողմին չէր հաջողվել կապ հաստատել լրագրողների հետ։ Ռուսաստանի քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ իրավապահ մարմինները հունիսի 27-ին կասեցրել են էթնիկ խմբավորման գործունեություն։ Հետաքննության վարկածով գործով անցնողները ներգրավված են եղել սպանությունների եւ սպանության փորձերի մի շարք միջադեպերում, որոնք Եկատերինբուրգի տարածքում կատարվել են 2001, 2010 եւ 2011 թվականներին։ Ըստ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի տեղեկատվության, քննության շրջանակներում ձերբակալվել է ռուսաստանցի 6 քաղաքացի։ Նախնական տվյալներով ձերբակալվածներից մեկը մահացել է սրտի անբավարարությունից։ Երկրորդ անձի մահվան պատճառը պարզվում է։ Ադրբեջանական կողմը սա որակել է որպես սպանություն։ Եվրոպական մի շարք երկրներում տապի ալիքը շարունակվում է։ Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում եւ Պորտուգալիայում շոկ եղանակի պատճառով նախազգուշացում է տարածվել։ Իտալիայում 2 մարդ մահացել է շոկի պատճառով։ Ֆրանսիայի 16 դեպարտամենտում, այդ թվում Փարիզում հայտարարվել է ծայրահեղ շոկի հետ կապված նախազգուշացման ամենաբարձր կարմիր մակարդակ։ Փարիզում փակվել է Էյֆելյան աշտարակը։ Նախազգուշացման կարմիր մակարդակ է հայտարարվել նաեւ Խորվաթիայում եւ Բելգիայում։ Պորտուգալիայում եւ Իսպանիայում գրանցվել է հունիսի համար ռեկորդային բարձր ջերմաստիճան, ըստ Ցելսիուսի 46 աստիճան։ Անգլիայի հարավ-արևելքում եւս շոկեր են։ Ջերմաստիճանը կարող է հասնել ըստ Ցելսիուսի 35 աստիճանի։ Հայտարարվել է նախազգուշացման դեղին մակարդակ մինչև հուլիսի 2-ը։ Իսկ ահա Թուրքիայի արևմուտքում արդեն 3-րդ օրն է շարունակվում են անտառային հրդեհները։ 50,000 մարդ հրդեհների պատճառով տարհանվել է։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ եղանակ հանրապետության տարածքում վաղը կեսօրից հետո առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ, նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կնվազի 5-ից 8-ի շով։
Այսքանը դուք դիտում եք update լրատվականը, հիշեցնեմ թողարկումից անմիջապես հետո վերլուծությունն է, բաց չթողնեք, հաջողություն։